Մենք ինչքան լավ ենք զգում, երբ որ մեր տներում առատ կերակուր կա, չէ՞։ Ինչքան հյուր ուզում է թող գա։ Շատ լավ ենք զգում, չենք խառնվում իրար, առատ։ Սա հասկանում ենք, բայց հոգևոր իմաստով, որ Քրիստոսի խոսքը ձեր մեջ առատապես բնակվի, այստեղ պիտի գլուխներս կախենք։ Հələ կախեք տենանք, քանի հոգի չի սիրում Սուրբ Գիրք կարդալ, կամ իմիջիալոց ենք կարդում, ավելի լավ է այստեղ կախենք մեր գլուխները, սեներ քանի ժամանակ կա, խոնարհվենք։ Սուրբ Գիրքը սա գեղարվեստական գիրք չէ, կերակուր է հոգևոր, մեր հոգիների համար։ Դրա համար ասենք, խնդրում եմ ներեք ինձ, մեր աչքը միշտ են ունևորների վրա, ասում ենք, յարապ, ես էլ պտի մի օր հարստանամ։ Սիրներ, սիրելի հավատացյալ, եղբայր եւ քույր, ամենամեծ հարստությունը, այ, երբ որ Աստծո խոսքը մեր մեջ առատապես չի բնակվում, մենք դրա համար է, որ աշկ ենք տալիս ես անցողիկին։ Մոռանում ենք, որ Տերն է ասել, ձեզ համար գանձեր մի դիզեք երկրի վրա։ Ասել է, ինչի, որտեղ ցեցը, ժանգը, գողը ապականում են, գողանալու են։ Ձեզ համար գանձ դիզեք, իսկ ամենամեծ գանձը Տեր ինքն է, Տերը իր խոսքի մեջ է։ Ուշադիր եք, Տերը իր խոսքի մեջ է։ Դրա համար ասում է, Տիրոջ խոսքը ձեր մեջ բնակվի առատապես, այսինքն, երբ որ խոսք կա, աստվածային կյանքը իմ մեջ է։ Ես փայլում եմ, ես միշտ ուրախ եմ։ Ինձ հոգսերը չեն ընկճում։ Ես հասկացել եմ, ում եմ հավատացել։